Ի՞նչ եք զգում, երբ տեսնում եք Փաշինյանը միջազգային գագաթաժողովին խնձոր է ուտում։ Խնձոր է ուտում։ Փաշինյանը վաղուց ինչ չի զարմացնում արդեն, որ ինքը գագաթնաժողովից ցույց տան ինքը ոնց է զուգարան գնում, այդ էլ չի զարմացնում։ Պետք չի, որ ինքը այդ ձևը խոսի։ Արդար չի դա։ Իսկ ինչ զգացողություն եք ունենում, երբ տեսնում եք դա։ Զզվում եմ ուղղակի։ Ամաչում եմ որպես հայ։ Ինչու՞։ Էլ ինչու չունի, մատ նայեք իր գործնեության վրա կիմանաք։ Նախ ինքը մեր նախագահն է, ճիշտ է։ Ասկա Հայաստանն է ներկայացնում վարչապետը։ Մեր Հայաստանն է ներկայացնում, բայց ճիշտ մոտ ամոթանք է զգում, այսինքն այն վարկը, որ պետք է ունենա չունի։ Չէ, երևի ուզում է ուտի ուտի։ Նորմալ եք դրան նայում։ Ինչ զգացողություն։ Ճիշտ ասած չեմ տեսել ուտելուց, բայց որ բանը ես իմ արտասովոր բան չեմ տենում։ Այդ դրա անունը մի տրեք էլ։ Չէ, քաղաքականությունով չեմ զբաղվում։ Դե մի դել իրը ոնց ասեմ իր մտածելակերպն է Ազիժան, ես ինչ կարամ ասեմ, ոչ ման։ Ես ոչ մի բան չեմ զգում, ոչ էլ տեսնում եմ, ոչ էլ ուզում եմ տեսնեմ, տենց բաներ, բացարձակապես։ Չեք հետևում իրեն։ Հենց սկզբից էլ հետաքրքիր չի եղել ու չեմ էլ հետևելու։ Չեմ նկատել, այսինքն չեմ էլ նայել։ Լուրերին թե հրապարակել։ Հա, չեմ նայել, չեմ նայել։ Բայց նորմալ է դա ձեզ համար, բայց ինչ զգացողություն։ Ինչ իմանամ, ամեն մարդ մի ձևի է մտածում։ Մարդիկ էժանացել են, էլ ավել բար չունի մսելու, մարդը յուրաքանչյուր մարդ, երբ որ ինք իրան կշերքի չի պահում հավասարակշռության մեջ, նա ենթակա է ամեն ինչի, հոգուտ մեռնի, չէ ուզում արդահայտվի, ես որ ինչ խենսում, խոսեմ շատ վատ ձևով կխոսեմ, մենք ենքան ենք էժանացել, որ մեջ դունարոդնի արենայում մենք ծիծաղում են մեր վրեն, եթե ինքը մարդ լիներ Ֆրանսիայի Սարկոզին սմե, ետ Հայաստանի, նվերդ Հայաստանի քարտեզի նման է, սմե շուրարի, որ մյուսներն է տեսնում, լավ էլի, մենք շատ էժան ազգություն ենք դարձել, ղուրբան լինենք կոմունիստներին, որ մեզի գաղապարապես, կուլտուրապես, ամեն ձևով մեզի զարգացրեցին, մենք արդեն ծախված ազգ ենք,